Հիմնական մեր խնդիրը ներկայապես այս մեր բնակարանների խնդիրն է։ Այս 30 տարի այս մեր բնակարանները այսպես մարդիկ բնակվում են, բոլորը հատակները փտե իջել է, արդեն մարդիկ մի կերպ վերանորոգում են, բայց դե էլի այն չի։ Ձմեռը շատ ցուրտ է, 7 ամիս ձուն է ստեղ։ Մարդիկ հազիվ տակասնում են, էլի, չկա ջեռուցում, չկա պեշկերով, այնա տրուբեկը նկարեք, խնդրում եմ։ Ճանապարհները էլի մենք այդ քանդած ճանապարհներով կգնանք, կգանք, ուղղակի թող նախնական բնակարանների հարցը լուծեն։ Օգնեն կամ սարքեն, չգիտեմ։ Լեռնային գոտիում ենք ապրում, 7 ամիս ձմեռ է։ Հիմնական մեր խնդիրը էդ է։ Անցած տարի պետքա այս տարի վերանորոգի շենքերը սկսեին սարքելը, ժողովրդին մարդկանց բնակիչներին կանչեցին ներքև, պլանները ներկայացրեցին, մենք տեսանք, շատ գեղեցիկ, շատ սիրուն ներկայացրեցին, բայց չենք տեսնում արդյունքը։ Ոնց որ դե չկա, էլի։ Հիմա որ գնանք մեկը իմ տունս, զալը սարկած չի, որ չեմ էլ ուզում սարքեմ։ Կոյուղիները, ջրատարները լրիվ չի աշխատում, կոյուղին թափում է նգուղում։ Ջուրը տրակել է հիմա բանի, ջուրը որ մենք խմում ենք, նգուղի միջով է գնում, տրակել է ջուրը։ Ում ասում են մեր գործը չի։ Հիմա այդպես ջուրը թափում է պատվալը նգողում։ Հիմա ձմեռը որ այդ ջուրը սառավ, այդ սառույցը խփեց բոլերին հատակին, փտելու է լրիվ իշնի ներքև։ Հովատերը մենք չգիտենք։ Ում ասում է մեր գործը չի։ Ջրմուղին ասում ես, ջրմուղը ասում է իմ գործը չի։ Գյուղապետարանն է, գյուղապետարանը ինչ ասի։ Գյուղապետն ասում է դիմիշ գործ է։ Ահա, всё։ Մենք էլ այդքան ճիշտն ասած մենք էլ այդքան բան չունենք, հնարավորություն չունենք, որ հավաքվենք այդ ջուրը, այդպես տանենք, սարքենք, չունենք այդ հնարավորությունը։